տալ փոխկապակցվածության ծրագիրը բնության մեջ են գոյություն ունեն դրանք եւ տարիներ է պետք դուք անշուշտ ստեղծում եք մի բան որը հաջորդ սերունդի համար է այստեղ մենք ապահովում ենք աշխարհը երիտասարդ այսօրվա երիտասարդների համար ենք այն կառուցում այսօրվա երիտասարդները նույնքան կապակցված են առցանց դիրույթում թվային փոխանակում է տեղի ունենում թվային փոխանակումներ կան թվային դարաշրջանն է սա գիտության դարաշրջան մարդու հարաբերությունը երիտասարդի հարաբերությունը այս կամուրջները որ մենք կառուցում ենք պետք է մարդակենտրոն լինի ուստի կապակցվածության նախագծերը ինչ կարող են անել այս երիտասարդների թվային էներգիան ուժը համայնքները ամրապնդելու ավելի անալոգ գործընթացը դարձնելու ճանապարհներ կառուցել ինչպես կարող ենք սրտերի միջև կապեր կառուցել ինչպես կառուցում ենք մենք ենթակառուցվածքներու ճանապարհներ են կառուցում եթե հարցը ճիշտ եմ հասկացել թե ինչպես է հնարավոր երիտասարդները ինչպես կարող են ներգրավված լինեն կամ ինչպես կարող են երիտասարդները այս փոխկապակցվածության մեջ ներգրավված լինել թվային հարթակով կարծում շատ պարզ է նախ պետք է աշխատենք ստեղծելու այս փոխկապակցվածության ծրագրերը զուգահեռաբար պետք է դրանք կազմակերպենք իրականացնենք եւ երիտասարդները ճանապարհը հաստատ կգտնեն թե ինչպես թվայնացնել տեղեկատվությունը այս փոխկապակցվածության մասին թվային տվյալները կփոխանակեն գիտեք ես մեծապես չեմ հավատում ժողովուրդների միջև հարաբերությունը մեկուսացված իրավիճակում կարծում իրական քայլեր պետք են հենց դաշտում որտեղ ժողովուրդների միջև հարաբերությունները պետք է կառուցվեն օրինակ ես հենց իմ օրինակով թույլ տվեք հանդես գալ որպես շատից քչից մի անձ ով երիտասարդ էր վերջերս հենց վերջերս երիտասարդ էի ամեն անգամ երբ ես դիտարկում եմ հայ-ադրբեջանական փոխկապակցվածությունը միշտ տեսնում եմ իմ մտքում միշտ այս պատկեր ունեի երկաթուղի Հայաստանի Մեղրի քաղաքում Սյունիքում որտեղ այնտեղ փլատակներ են որտեղ չկան երկաթուղիներ ամեն անգամ ես մտածում էի Հայաստան-Թուրքիա սահմանի մասին ես տեսնում եմ այս փոք սահմանն եմ տեսնում փակ սահմանը վրան գրված է Թուրքիա ռուսերենով խորհրդային ժամանակներից ի վեր քանի որ այդ երկաթա վարակույրը ընկել է բայց մեր այս վարակույրը չի ճեղքվել բայց հիմա ես պետք է ընդունեմ որ ամեն անգամ երբ ես մտածում եմ հայ-ադրբեջանական փոխկապակցվածության մասին տարբեր պատկեր է մի այլ պատկեր է գալիս դա է այն գնացքը ով գալիս է Ադրբեջանից անցնում է Վրաստանով Եվ ցորին է բերում Հայաստան, երբ ես խոսում եմ Հայաստան-Թուրքիա սահմանի մասին, ես Սիգալ Բեյն եմ տեսնում։ Հուսամ, որ Սեդար Բեյ գնացքով, հուսամ, որ կգա եւ իր հետ կհանդիպեմ հենց գնացքի վրա։ Եվ միգուցե սոցցանցերով տարածելու այն։ Եվ երիտասարդներին այսպիսով կհամոզեմ, որ հավատան, որ դրական արդյունք կարող է լինել այս գործընթացից։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար